Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, պարոն Աշոտյան, շատ շնորհակալ եմ, տևական ժամանակ չէիք հասցնում գալ ձեր խիտ գրաֆիկի մեջ եւ այսօր վերջապես իմ հյուրն եք։ Շնորհակալ եմ փոխադարձ։ Խոստացեք, որ այսօր սենսացիոն հայտարարություններ եք անելու։ Խոստանում եմ, որ կլինեմ ես, ինչպես գրեթե բոլոր հարցազրույցներում, հատկապես ձեզ մոտ։ Ներքաղաքականից սկսենք, հետո կանցնենք արդեն այլ հարցերի։ Պարոն Աշոտյան, նախ Կարեն Կարապետյանին, ձեր իշխանության օրոք վարչապետ Կարեն Կարապետյանին, տեսանք հակակոռուպցիոնի բակում, ասաց, որ ի աջակցություն Սամվել Կարապետյանի է եկել եւ լրագրողների հետ այսպես կարճ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ շփումներ ունի։ Դուք տեղյակ եք ինչ շփումների մասին է խոսք, արդյոք համագործակցության ինչ որ հարցեր քննարկվում են իր հետ, թե չէ։ Նորից ասում շնորհակալ եմ հրավերի համար, վերջին հաղորդումը ձեզ մոտ ինձ համար տես խոստովանության ժամ էր, չէ, լավ էր հավեսելուցել ենք, ասում եմ այսօր էլ հետաքրքիր կլինի մեզ լսել։ Ես շատ ուրախ եի տեսնել Կարեն Կարապետյանին Հայաստանում, Սամվել Կարապետյանի դատին, իրականում իր հետ որպես վարչապետ չեմ աշխատել, որտեղ նախարար չէ այդ ժամանակ, բայց շփվել եմ եւ իր պաշտոնավարման ժամանակ կուսակցությունում եւ ասեմ ձեզ հավաստիացնեմ շատ անկեղծ նաեւ պաշտոնավարումից հետո այն եզակի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից էր, ում հետ հնարավոր էր պահել մարդկային հարաբերություններ անկախ քաղաքական կամ պաշտոնեական վիճակից, այսինքն այդտեղ որևէ խնդիր չկա։ Հավեսով շփվել ենք, ունեմ շատ բարձր գնահատական իր անձի մասին, շատ համակրանք, բայց թեթև եղեդ միություն պետք է նորից անեմ, լավ չհասկացեք, ուրախ եմ, որ դատարանի բակում էր եւ հիմա պետք է անկեղծի անցնեմ իր կարիքը եւ ոչ միայն իր կարիքը, բազմաթիվ նախկին լավ պաշտոնյաների կարիքը կա այսօրվա քաղաքական ներկայապնակում, հուսով եմ իր այսօրվա հայտ գալը միանվագ ակցիա չէր կամ տարերային չէր եւ կկրի համակարգային բնույթ, բյուրոկրատական լեզվի տակ թաքցնեմ այն ինչ որ ուզում եմ ասեմ։ Կամ լսացնեմ այն ինչ։ Համագործակցության հետ կապված, տեսեք, հենց հարց տվեցիք անգամ ինքը այսօր շատ ճիշտ փակեց այդ թեման, դե ինչ է նշանակում համագործակցություն։ Մենք քաղաքական ուժ ենք, ինքը անհատ է։ Արդեն ձեր հարցի մեջ կա ասիմետրիա, չի կարող անհատը ողջ հարգանքով այդ անհատի հանդեպ համագործակցի քաղաքական ուժի հետ։ Դա ասիմետրիա է, կառույցը մարդու հետ։ Այդ մարդը պետք է լինի կամ սուպերստար այսօրվա քաղաքական երկնակամարում, ինչը ցավոք սրտի չէ, խի սուպերստարն է, ես վատամարդ մի սարքեք, ճշտով ինքս չէ, ինչ էր, թե ինչա։ Ինչ էր ու ինչա։ Ինչ էր, սուպերստար էր, երկար ժամանակ չկար։ Ձեր ժամանակ սուպերստար էր, հիմա որ շատ պարզ բան է։ Անգամ ամենաաստղային երկիշները, սելեբրիթիները, այսպես ասած, երբ որ մի որոշ ժամանակ չեն երևում հանրային դաշտում, այդ պայդրությամբ գուցե իրանք չեն խամրում, բայց հանրային ուշադրությունը նվազում է եւ դա բնական process է, հատկապես այսօրվա տեղեկատվական հոսքերի ինտենսիվության մեջ, երբ որ նիկ շոկների ինձ Կարեն Վիլեմիչը, բայց այսպես ասած անցնեմ օրինակից, որը տհաճ է իրան էլ ինձ էլ վստահ եմ, Նիկոլին, տեսեք, Նիկոլը փորձում է օր ամեն ժամ, 2 ժամը մեկ լցնել ինչ-որ օրակարգ։ Նա վարչապետ չի, նա աշխատում է ոչ թե պետական այր օպերացիոն համակարգով, այլ սոցիալական ցանցերում նա փորձում է աշխատել celebrity լավ բառ չի, որովհետև celebrity-ն ունի դրական կոնոտացիա, դրական իմաստի։ Հայտնի է, ինչով է հայտնի, լավով հայտնի չի, ինքը բացասական celebrity է, anti-celebrity է։ Եվ այս իմաստով ինքը այդ իմաստով լավ է աշխատում, այսինքն շատ լավ հասկացել է այսօրվա կոմունիկացիոն մշակույթը, ինքը պահանջարկ չի։ Պահանջարկել չի, հա, ինքն է ձևավորում այդ պահանջարկը։ Դա ռեֆլեքս է։ Հիմա ես բացեմ, ափսոս անջատել եմ ավիառեժիմ եմ դրել, եթե ես բացեմ իմ TikTok-ը կամ ես իմ Instagram-ի ռիլսերը, դա պահանջարկա սկրոլ անելու, պահանջարկա ինչ որ
աուդիովիզուալ էֆեկտներով, այո, բայց վարակիչ ես 50 մարդ եմ, 50 տարեկան մարդ եմ, 50 պլյուս մարդ եմ, ժամանակին այսպես մի բան կվերցնեմ, կկարդամ ձեր այս պահարանից տենց խոչենք, բայց իրականության մեջ Նիկոլը աշխատում է այդ հոգեբանության վրա, այսինքն որ դու ունես պահանջարկ որպես ժամանակակից մարդ սկռոլ անելու, միտեղ մի մեծ կրծքագեղձերով աղջիկ կտեսնես, միտեղ մի մեծ բիցեպսներով տղա կտեսնես, միտեղ մի մեծ գլխով շուն կտեսնես, Նիկոլ Փաշինյանի սրտիկը, միտեղ մի մեծ տորտիկ կտեսնես, հազար մի բան կարող ես տեսնել, մեծ ու փոքր, կստացի, մեծը տենց գերակայությունների արժ չի։ Մեկ էլ հոպ կտեսնես Նիկոլ Փաշինյան այդ տեսակետի մեջ ինքը լրահոսում տեղավորվող կերպար է, եւ ինքը գիտի դա։ Այսօրվա ընդդիմության խնդիրներից մեկը այն է, որ ընդդիմությունը, այդ թվում ես պրիտոմ ձեզ ասում, ես միշտ ժամանակին այսօր էլ ինձ համարում եմ Պրադվինուտի մարդկանցից մեկը ամբողջ ընդդիմադիր դաշտում, առնվազն ընկալումների տեսակետից, երբ որ ես շորտիկով իմ վրա սառուցի, դու էլ լցնում ես, ասում ես, տես մի հատ վայնասուն, ոնց, հիմա ելնեք կտակ, ափսոս մի քիչ ծերացել եմ, այդ ֆորմի մեջ չէ, բայց այդտեղ կա շատ հստակ բան, ընդդիմությունը, երկրորդ նախագահ ճիշտ բան ասեցիր, ասուլիսներ թե պոդքասթներ չեմ հիշում, վերջերս հաճախախոսում շփոթում ենք աղբյուրները, այդտեղ կա պրոբլեմ կլոունության չանցնելու, բայց միաժամանակ հետաքրքիր մնալու, ասուլիսում էր դա, այդտեղ իրականում այդ ընդդիմությունը չունի այդպիսի դերակատարներ, եւ երկրորդը չի գտնում այդ ոսկե միջինը, որտեղ է ոչ թե ջրիկության, այլ հետաքրքիր կրեատիվության սահմանը։ Եվ դա պրոբլեմ է, չխոսանք դրա մասին, հիմա որ ասում եմ դա պրոբլեմ է, սրտացավ մարդիկ կհասկանան, կփորձեն լուծում գտնել, կամ իրանց մեջ կսկսեն եփել թեման գոնե մի օր լուծում գտնելու համար, տափակները, որոնք շատ են տարբեր դաշտերում, այդ թվում ընդդիմադիր, կմտածեն ես տենց ինչ-որ բան ասեցի, որը Նիկոլին օգուտ էր։ Նիկոլի ուժեղ կողմերի վերլուծությունը Նիկոլին օգուտ չի, Նիկոլին վնաս է, որտեղ երբ որ դու դիագնոզում ես, ախտորոշում ես դիմացինի ուժեղ կողմերը, դու պարտավորություն ես ստանձնում ինտելեկտուալ աշխատանքով հաջորդ փուլի, ոնց չեզոքացնեմ այդ ուժեղ կողմերը, կամ ինչպես պայքարեմ այդ ուժեղ կողմերի դեմ, կամ ինչպես թուլացնեմ իր ուժեղ, այսինքն դա ռազմավարական մտածելակերպի եւ ուղեղի հարց է, էլի, մարդիկ կան պրոստը կամերայի դեմը լեզուն է աշխատում, մարդիկ կան առանց կամերայի ուղեղն է աշխատում, ու դրանք կներեք եւ ընդդիմադիր դաշտում կան եւ իշխանական դաշտում կան, իսկ իշխանական դաշտում կան մարդիկ, ում ուղեղը աշխատում է, ցավոք սրտի կան, եթե իրանք լինեն այնքան հիմար ու տափակ, ինչքան միջին վիճակագրականն է ԿՊ-ի կամ ինչքան մենք պատկերացնում ենք, իրանք այսքան երկար չեն ձգի։ Մենք այսպես սահուն անցում կատարեցինք։ Հիշում եք, կներեք, լուսահոգի Վահանը ասում էր, եթե ամեն ինչ այսքան լավ է, խի ամեն ինչ այսքան վատ, հիմա կներեք, եթե ամեն ինչ այսքան վատ է, խի են իրանք իշխանության միջով հիմա, եւ սա դաժան, ծանր, խիզախություն ունենալու հարց է, ընդունեք սա, որ կան թեմաներ, ոլորտներ, մեթոդաբանություն, ռազմավարություններ, առնվազն կոմունիկացիոն, որտեղ դուք ընդդիմություն հետ եք մնում բավականին։ Մենք բոլորս ընդդիմություն ասելով ես ամեն ինչ չեմ տարանջատում, ես փորձագետ չեմ, իմ ողջ արգանքով փորձագետների հանդեպ ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, եւ այստեղ իմ խոսքի մեջ պետք է որոնել սրտացավություն, ոչ թե տիպը որտեղ կպնենք, այս Աշոտյանը sense բան ասեց։ Այս քննադատությունից էլ կխոսենք, բայց դուք Կարեն Կարապետյանից սահուն անցում կատարեցիք Նիկոլ Փաշինյանին։ Ես անձեր չեմ քննարկում, ես երևույթներ եմ քննարկում, իսկ Կարեն Կարապետյանը ինքնին եւ մարդկային առումով երևույթ է, Նիկոլ Փաշինյանն էլ ֆենոմեն է բացասական իմաստով, բայց էլի մարդկային առումով Նիկոլի աշխատասիրությունը նախանձելի է, իր համառությունը չարիք գործելու մեջ անզուգական է, իր աներեսությունը անբարոյականության մեջ բարձր աշխարհիկ է, եթե կարելի այդպես կոչել, այսինքն նա
նա շատ լավ չարիք է, էլի, նա շատ ուժեղ չարիք է, չէ, իրականության մեջ, որովհետև հələ մեր պատմությունը դնում եմ մի կողմ, նորագույն քաղաքական, հինավուրց, կապ չունի որ էտապները կամ որ ոլորտները, չկա աշխարհում ինձ հասանելի մի օրինակ, որտեղ իր ազգի դեմ այսքան աշխատած մարդը միջև հիմա պաշտոնավարի հերիք չի, մի հատ էլ հանդգնի ինչ որ երկրաչափական օբյեկտներ ցույց տա իր անատոմիական մարմնամասերով։ Ես չգիտեմ, օրինակ ինձ ամենահայտնի շպիոներից եթե խոսենք, ամենահայտնի սյուժեն այս վերջի իրանական պատերազմը հանած, որտեղ հետաքրքիր բաներ բացահայտվեցին, որ Քսիրի փաստորեն Կուդս էլիտար բատալյոնի ղեկավարը իսրայելական ագենտ էր, միջև այդ հայտնի նաև գեղարվեստական արտացոլումը ստացած օրինակը Սիրիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնին հասած իսրայելական ագենտ էր, որը երկար չտվեց բացահայտվեց, մշակույթը ուրիշ էր եւ ժամանակները ուրիշ, բայց մահապատժի ենթարկեցին։ Հիմա Փաշինյանը ագենտ է։ Ոայ, Փաշինյանը առնվազն ազդեցության գործակալ է։ Ազդեցության գործակալ է։ Եվ դա միանշանակ, նա չի էլ թաքցնում։ Ավելին ասեմ, իմ մոտ ստեղծում է տպավորություն, որ ինքը այնքան է հաբրգե, որ ինքը միջև հիմա որպես ազդեցության գործակալ չի պատժվել, որ ուզում է դառնա ազդեցության գործոն, ոչ թե գործակալ։ Այսինքն Եֆրեյտորից կոպիտ ասած ուզում է դառնա մինիմում երևի տես կապիտան։ Եվ սա անում է տես ինքնամոռաց հարբացության մոլուցքի մեջ եւ իր այդ ինտենսիվությունը, որը իդեպ եթե նկատել եք, պարզ է, սոցցանցերը հիմնականում արևմտյան մեդիա մշակույթի մի մաս են, թեպետ TikTok-ը չինական է, բացի ԱՄՆ-ից, այդ հատվածից։ Բայց ոնց է ալգորիթմը աշխատում, այսինքն սոցցանց, ռոլիկ, BBC ռեպորտաժ, կամ Евроньюз-ի անդրադարձ, կամ անգամ ռուսական մամուլը, որին Նիկոլի իբր տենց չընդունված կերպար, մի հատ տենց վաստորժնի, հենց նույն իրենց լեզվով ասած, վաստորժնի կոմենտներով կամ մատուցումներով այդ ամեն ինչը փաթեթավորվում է։ Շատ լավ, ես էլի պիտի հետ գնամ Կարեն Կարապետյանի պահը, նորից պիտի հարցնեմ, ես համար եմ, գիտեք, իմ շատախոսության մեջ ոչ թե ձեր համագրական ուղուց այսպես ասած շեղելու ցանկություն է, ես հասկանում դրա համար նորից վերադառնում եմ այն կետին, որտեղ այդ մասը կանգնեցինք։ Կարեն Կարապետյանը պայմանավորվածություններ ուներ Նիկոլ Փաշինյանի հետ, ասենց ուղիղ հարցնեմ էլ, ի վերջո գցել էր Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանը, թե չէր գցել։ Երկու հարց շոշափեցիք։ Ես վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը անձամբ Սերժ Սարգսյանին չի գցել։ 1 Երկրորդը, ես ինչ իմանամ Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի պայմանավորվածություններ ունի, եթե ունի, որովհետև ին վերջին հանրային հիշողությամբ դրվագած երբ որ դուք հարց եք տալիս, վերաբերում էր նրան, որ պարոն Կարապետյանն ասաց, որ Նիկոլը պահում է պարտադիր պայմանավորվածությունները, ես իմ տարիուկես 2-3 տարի առաջ է։ Դրա համար կարծում եմ, որ մենք շատ ավելի երկար արդեն խոսեցինք իմ ողջ հարգանքով անդաս պարոն Կարապետյանի մասին, քան ինքը Բաքվում գտնվել է այսօր երևի թե համադրել է առնվազն։ Շատ լավ։ Ներքաղաքական հարցը ինքը կարող է մոռացել է մեր շփման բաները, այս ամեն ինչի մեջ պարզապես տենց մարդկային չնեղանա, հանկարծման չլինի, վստահ եմ չի նեղանալու։ Ես իր նման լայնախոհ մարդկանց հետ շատ քիչ նման մարդ եմ տեսել, իսկ եթե նեղանալ կսպասեմ առիթի։ Շատ լավ, առջևում ընտրություններ են, պարոն Աշոտյան, դուք ձգում եք, չենք հասկանում էլի, հիմա մասնակցելու եք, չեք մասնակցելու, մի հատ ձեր անձնական կարծիքով պիտի մասնակցեք, թե չպիտի մասնակցեք, որովհետև արդեն ընտրությունների հարցումներ են կներեք դրա հետ կապված, արդեն vox pop-եր են արվում, հարցումներ են հրապարակվում, արդեն որ քաղաքական ուժին են մարդիկ ձայնը տալու, վստահության ինչ տոկոսն ու դուք այդ ցուցակներում չկաք ընդհանրապես։ Թասիբը ինձ չգցեք, որովհետև իմ թասիբը մշտական է, ինչպես իմ կուսակցության,
բան ճտիկով չի, որ տենց հարցից կախված, վայ դուք չկաք, ես հիմա պետք է տենց արունը տա գլխիս ասեմ, ոնց թե չկանք, հələ եկեք ստե բան չկա, մոռանանք ես։ Սենց բան չսպասեք հիմա ինձանից, թե պետք եկեք ստե այդ մշտականա։ Այդ հələ երիտասարդական տարիներից մինչև վերջ չի մարել, բայց հիմա եկեք ստե խոսենք, ոչ թե եկեք ստե բարձենք էլի։ Մի քանի բան խառնեցիք իրար, ինչպես միշտ, դիտավորյալ նույն հարցադրման մեջ, սոցհարցումներ։ Ինձ երբեմն կամ մեղադրում են, կամ սիրում են նրա համար, որ ես իմ մասնագիտական բառապաշարը, աշխարհայացք օրինակները պրոյեկցում եմ քաղաքականության վրա, բայց հիմա էլ այդպիսի բան կանեմ։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, առանց չհարցնեք ով խի բան չեմ ասել, որ որոշ սոցհարցումներ նախ եւ առաջ իշխանական կամ պրոիշխանական տպավորություն են ստեղծում պատվերով դիագնոզի։ Երբ որ դու գնում ես բժիշկի մոտ, դու ինչ ես ուզում իմանաս, ճշմարտությունը, թե որ ինքը մի բան գրի քեզ ճամփու դնի։ Եթե ուզում ես իմանաս ճշմարտությունը, ապա փող տուր ճշմարտությունն իմանալու համար, ոչ թե քո ուզածը գրելու համար։ Դա տարբեր հոգեբանություններ է։ Եթե ուզում ես քո ուզածը գրելու համար փող տաս, ապա մի գնա բժիշկի մոտ, գնա աստղաբանների մոտ, աստրոլոգների մոտ, ես իմ տիկին Լուսի, Մուսի, տենց ինչ-որ տենց շարասյուն կա, չէ, տենց աստրոլոգներ, գնա այնտեղ փողը տուր, թող քեզ գրի, որ ռետրոգրադ Մերկուրի է վատ ազդում քո քաղաքական պոտենցիայի վրա, եւ դու պետք է բռնցնես անպայման այն գիշերը, որտեղ մի խոսքով կարանք վազոր տակ, եւ անպայման չղջիկի, կույս չղջիկի արյուն պետք է այդ բային կաթա ավազի վրա, որ այդ բաները կարաս հետո անես, հա, այդ փողը տուր արա, բայց եթե դու պատվիրում ես կամ իրոք շահագրգիռ, պատվերը վատ բառ չի դեպ, հա, մենք էլ ենք պատվիրում սոցհարցումներ, պատվերը այստեղ սրբացավությունն է իրական արդյունքի մեջ, ոչ թե արդյունքը հարմարեցնել մեր ցանկություններին։ Մենք այն եզակի քաղաքական ուժերից ենք, եթե չասեմ միակը, որ սոցհարցումների մշակույթը մեզ համար քաղաքական գործունեության հիմքում է ընկած։ Որտեղ սոցիոլոգիան իրականում ճշգրիտին մոտ գիտություն է։ Բացարձակ ճշգրիտ չի, որովհետև հասարակագիտությունն է ուսումնասիրում, բայց ճշգրիտին մոտ է, որովհետև հասարակագիտությունը ուսումնասիրում է մաթեմատիկական մոդելներով։ Հիմա խոսքը ամերիկյան օրինակ հեղինակավոր ինստիտուտի հարցումների մասին։ Հեղինակավոր այդ կազմակերպությանը վերագրվող վերջին սոցհարցման հետ կապված իմ կարծիքը ասել եմ, վերագրվող բառը չի նշանակում, որ ֆալշ է այն փաստը, որ IRA-ի լոգոն խփած է դրա վրա, չէ, IRA-ի սայթում այդ բանը դրած է։ Ֆալշ է այն թվեր, ֆալշեն են թվերը, որոնք որ դրված են այդ սլայդերի մեջ։ Մի կողմից ես ուրախ եմ, որ IRA-ը իր բրենդը, ինչպես միշտ, դա հաճախ է լինում, տենց Հայաստանում էլ է տենց չէ հաճախ, լավ օբյեկտ են բացում, լավ հաց են տալի, մենք էլ ջոգում են կլիենտ ունեն, հոպ փչացրին, արդեն սկսում է շիրպատրի բաներ։ Այդ նույն բրենդինգային, մարքեթինգային, այսպես ասած, բաները վստահ եմ աշխատում են։ Բայց եկեք հանրապետականի մասով։ Ես հանրապետականին կանդրադառնանք, ես միշտ գլոբալից եմ գալի մասնավորի։ Եվ այս պարագայում ես խեմ ուրախ, որ ասացի ուրախ եմ, որովհետև ընդդիմության որոշ շրջանակների համար թող դա սթափեցնող զանգ լինի, ահազանգ լինի, որովհետև ես տեսնում եմ երբեմն չհիմնավորված էյֆորիա։ Ինչ վերաբերում է հանրապետականին, մենք այդքի ասացի, մենք ամենա լուրջն ենք ընդունում սոցիոլոգիան եւ տենց շատ գլուխ չգովամ, մեր 7 տարիների մեջ մենք գրեթե չենք սխալվել մեր քաղաքական դիրքորոշումների մեջ, որովհետև հիմքում ընկած է նաև գիտությունը, սոցիոլոգիան գիտությունը։ Երբ որ ասում ենք, բա մենք ուր ենք, մենք մեր սոցհարցումները մեզ հետազոտում ենք։ Ես դες ավելին ասեմ, թող ինձ ներեն այս իմ անկեղծությունը, բայց աղբյուրներ չեմ բացահայտի, մեր քաղաքական ընդդիմադիր այլ շրջանակներ եւս հետազոտում են հանրապետականի վարկանիշը եւ գիտեն, որ այդ վարկանիշը լավն է այն իմաստով, որ եթե լավի ու վատի
շեմային 4%-ն է, ապա մենք անցնում ենք։ Սենսացիա չկա, Սերժ Սարգսյանը իր վերջին դատական նիստերի հետ կապված ինչ-որ մի բրիֆինգում, վերջինում ոնց որ, այնքան շատ են չեմ էլ հիշում արդեն որ նա ասաց, որ այո մենք անցնում ենք, ես գիտեմ, որ մենք անցնում ենք, ոչ միայն մեր սոցհարցումներով, նաև գործընկեր կազմակերպությունների պատվիրված սոցհարցումները, բայց խնդիրը այն չի, որ մենք անցնենք կամ չանցնենք, կներեք էլի, այս ընտրությունների իմաստը որն է, սա սովորական ընտրություն է, սովորական Հայաստանում, սովորական քաղաքական օրակարգով, սովորական քաղաքական ցիկլում, սովորական կյանքի լուրջ։ Ես պատմել եմ ոնց որ անցել անգամ։ Ես 20 թվականի դեկտեմբերին զորացրվելով 44 օրյա պատերազմի մոբիլիզացիայից եկել եմ նախագահին, մտել եմ, ասել եմ, ես զգում եմ, պարոն նախագահ, ընտրությունների հոտ, ես քեզ խնդրում եմ, ինձ ցուցակում չգրես, ես չեմ ուզում մասնակցել այդ ընտրություններին։ Չեմ ուզում, այս ընտրությունները վատ բան է, ամեն ինչ ստանում են ընտրությունների, ես զգում եմ այդ որ անտարական բանը, եւ վատը չի կարելի գնալ ընտրությունների։ Եվ շնորհակալ եմ նախագահին, որ ինքը հարգեց իմ անձնական խնդրանքը։ Հիմա ձեր անձնական կարծիքով իմ անձնական կարծիքը ես ԳՄ-ին ասել եմ եւ հիմա չեմ բարձրաձայնի, թեպետ ով որ ինձ ճանաչում է, գիտի, որ ես դեմ եմ մասնակցությանը, բայց իմ անձնական կարծիքը չեմ ասի։ Չասեցի, չէ։ Այդ որ ուրախացել եք հարցումներից, ասեցի, parz է։ Գիտեի էլ որ դեմ եք։ Ես գիտեմ որ գիտեք, որտեղ որ գիտեմ որ գիտեք, պատասխանում եմ այն ինչ որ կա։ Բայց ուրախացել եք, որովհետև այդ հարցումներով Հայաստան դաշինքն քիչ տոկոս ուներ, որ ասացիք սթափեք նոմինի, այդ մասով եք ուրախացել։ Ես ուրախացնում եմ մի բանով, որ սա հազանգ է անդիմադիր են ուժերին, որոնք կարծում են, որ ամեն ինչ լավ է, որ հասկանան, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի, որովհետև եւ մեր նպատակը եւ վստահ եմ նրանց շատերի նպատակը առնվազն կորիզի, առնվազն ղեկավար կազմի, հուսով եմ բոլորի ղեկավար կազմից նպատակը այն է, որ Նիկոլը չվեր ընտրվի։ Ես մանդատի, ես իմ ընկերները, կներեք, ես եմ ասում, ես ձեր հյուրն եմ, բայց ընկերներս էլ կներեն, էլի, հանրապետական ընկերները, որոնք արդեն կյանքի ընկերներ են, ոչ միայն քաղաքական գործունեության։ Ընկերներս էլ կներեն այս էգոցենտրիզմը, բայց դա ավելի շատ բան է, տենց արտահայտչական էգոցենտրիզմը, քան թե բովանդակային։ Մենք մանդատի քաղցրությունը տեսել ենք։ Լուսահոգի Գրիգորիչիս ասած, մենք այդ մանդատի մերկությունը տեսել ենք, մի փոքրիկ շեղում ջայլ վաղտ գայթակղվել ենք, հիմա էլ շատ տեսած ենք այդ իմաստով, ասեն խնդիրը մանդատը չի, խնդիրը 6-7 5-ից 8 լավ մանդատ ունենալու մեջ չի հանրապետականի մասով եմ ասում։ Պատահական թվեր չեմ ասում։ Ձեզ ասում եմ, որ գիտեք, որ իշխանություն չեք վերցնի, այսինքն քիչ ձայներ ունեք, հիմա մնացածին ուզում եք ինչ-որ այլ ճանապարհով տանել, ինչ-որ փողոցային պայքար, իմպիչմենտ, որ գիտեք, դա էլ չի լինելու։ Ասեք։ Ես չգիտեմ, այտենց ձևակերպում հələ չեմ լսել մեր հասցեին մեղադրանք։ Լսել եմ, որ դինոզավրերը մեռել են, որպես 200 միլիոն տարի առաջ աստերոիդը ուղղորդել է դեպի բան եւ դինոզավրերը մեռել են, որ կատնասունները, բան տենց էս քաղաքական բաները դնում են ակտիվանան եւ այլն, հա։ Ճիշտ քաղաքական զուգահեռներ են տանում դինոզավրերի եւ կատնասունների։ Պատահական չասեցի, ֆիքսում եմ, որ հրահարեմ հակազդեց։ Այս խայթեցինք անցանք առաջ։ Մեր խնդիրը շատ ավելի պարզ է։ Օրինակը բժշկական չի։ Աստված հեռու պահի։ Հրդեհ է։ Տանը հրդեհ է։ Երկու տարբերակ կա։ Զանգել 911 կամ հիմա ինչ են զանգում չգիտեմ։ Կամ հնարավորինս ամենից անել կամ եւ զանգել 911, բայց զուգահեռ չսպասել միջև 911-ը գալ, տենալ ոնց կարելի է հանգցնել։ Երկու մոտեցումներն են լեգիտիմ են։ Ոչ մեկ չի ասում, որ գիտես, պետքա մենակ դու քո տան դույլով, ավազով, եսի միջով հանգցնես, բայց ոչ մեկ չի էլ կարող ասի, որ գիտես, ճիշտ է մենակ 911 կանչել ու սպասելն է, որովհետև այդ ընթացքում այդ հրդեհը կարա դառնա շատ մեծ հրդեհ։ Որտեվ այդ հրդեհը, որի մարման համար դու սպասում ես 911, կարա ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ
էլ ավելի մեծ ավերածություններ գործի։ Իրենք հավատում են, որ իրենց ճանապարհով ավելի շուտ հրդեհ կմարեն, քան այստեղ հավատում եմ, որ եթե տեսնում ես, եթե տեսնում ես կրակը, նորից ասում Աստվածքը կրակը, ես հավատում եմ, որ կրակը կսպասի մինչև 9:11-ը ժամանի, մոտեցումը, ես առնվազն նայիվ է, եթե չասեմ ինֆանտիլ։ Դե բան չմնաց այդ 9:11-ին, հունիսի 7, աշկները թարթեք անցնում է։ Այսօր մարտի 13-ը, ուրբաթ 13, տենց ստացվեց։ Այսինքն մարտի 13-ից մինչև հունիսի 7 մենք տեսնում ենք ինչեր է կատարվում։ Էդ էլ հանրապետականը չի կռացել, որ տարածաշրջանում իրավիճակը լարվել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը սկսել են Իրանին ռմբակոծել, որ Իրանը պատասխանում է ընդլայնված աշխարհագրական շրջանակով։ Այդ երբ որ մենք ասում ենք impeachment, էսի սաղ էլի սերժնար է, լուրջ, այդքան պաթոլոգիկ ինֆանտիլ կարելի է լինել։ Մենք ասում ենք շատ པարզ բան, 9:11-ը մեկը գալու է։ Ընտրությունները մեկը գալու են։ Մենք զանգել ենք 9:11-ը ճամփին է։ Փրկի ինչ կարաս։ Դու այդ տան մեջ կարող ես երեխա ես թողել, հանի։ Դու այդ տան մեջ կարող ես կատու ես թողել, հանի։ Դու այդ տան մեջ կարող ես մամայի լուսահոգի մորդ թողած ռելիկվա ես թողել, մասունք ես թողել, հանի։ Կարող ես բրիլյանտ ես թողե, հանի չվառվի, որովհետև պաժարից բրիլյանտը վառվում է։ Դուք այդ պաժարի մեջ ասել եք, հոп, ես պլաններ ունեմ, հեսա կասեմ ինչ կարանք անենք, որ փրկվենք, ու դուք ձեր պլանները չեք կատարել։ Մենք ասում ենք պաժարը, տղեկ ջան։ Ստորագրություն, սենց ստորագրեցին հատ տվեցին ձեզ, ճիշտ է, մի քիչ սենց զիքելով ուշացած։ Գեղարվեստա գեղագիտական օրինակ շարունակում ենք։ Հրդեհա։ Շարվում ենք, ընդ լիչնա։ Ոդի ցեպոշկեն մարկանց կանգնի, որ մենք ընդես լճից կամ առվից կամ գետից կամ ջուրը վերցնենք ու ցեպոշկով մեկը վերջում լցնի։ Ասում ենք տղեկ, այս աշխատուժը կազմեք մեր հետ։ Այս ցեպոշկեն պաժարի օջախից մինչև ջրի աղբյուրը կազմեք։ Դες օրինակը հնդածս եմ բերում, չեմ մտածում մինչև քոզ, բայց բերում եմ շատ տիպիկ օրինակ։ Ձեզ ասում են այդ լճի ջուրը քիչ է, չի բավականացնում։ Դուք ասել եք, մենք ով որ չի կորցնում սթափությունը, պաժարի վաղ հաշվելու լճի ջուրը։ Լուրջ։ Դու տենց Հայաստանում քաղաքական գործիչ գիտես, որ կարա պաժարի վաղ, տան պաժարի վաղ, իր հայացքով չափի լճի ջուրը։ Դաժե եթե լճի ջուրը քիչ է, այդ լից միջև 9:11-ը գա հասնի։ Լցել են 28 դույլ լցվենք։ 28 դույլը լցվել է։ Դույլ չեն, եթե դու ուրիշ ասել եք մի հատ ուրիշ աղբյուր եք, անդեղից էլ եք ջուր բերելու, չեք բերել։ Եթե քո 28-ի իսկ ես ճիշտ եմ հասկացա, անալոգիան ճիշտ հասկացա։ Ես այդ մարդկանց մեջ ընկերներ ունեմ, իրենք ջուր չեն, դույլ չեն։ Դա մարդկա ցիստերնա, մարդկա կոնտեյներա, մարդկա տանկերա вообще։ Թող բերեն։ Հարցը մենակ այն չի, այսինքն մենք պաժար պետք է մարենք, հիմա մուննաթ են գալի, թե ով քանի հատ դույլ կարա բերի, լուրջ։ Դուք պաժարի անալոգիաս շատ ուղիղ է, երբ որ մենք ասում ենք impeachment, Իրանի պատերազմը չկար, ու 100% Սերժակցյան չսարքի Իրանի պատերազմը, չէ՞, ակնհայտ է, չէ՞։ Հեգնում են։ Դինոզավրերի մասով հələ կարակ Սերժին վերագրենք, դե այնտեղ քաղաքական անալոգիա կա, դինոզավրերը պետք է գնան, կատնասուններ պետք է լինեն։ Բանը էլի էվոլյուցիան է դա պահանջում։ Այս պարագայում, երբ որ մենք այդ process-ների մասին խոսում ենք շատ երկար, ու սա մունաթի process չի։ Սա մունաթի process չի, լավ, ուրիշ բան ձեզ ասեմ։ Երբ որ այս թեմաները քննարկում էինք, թեկուզ եւ տեսական մակարդակով, մեր առաջի հայտարարությունը impeachment չեմ խոսքը այնպես չի, որ ես impeachment եմ պաշտպանում ընդդեմ ընտրությունների։ Ես չեմ ասում, եկեք մենք մարենք կրակը, բայց դուք 9:11 մի կանչեք։ Չէ, դրանք մարեք կրակը, ինչ կան կարանք։ Միջև այդ 9:11-ը գա։ Բայց դուք իրար եք ուտում ներսում, պարոն Աշոտյան, չկա այդ համախմբում։ Ուրիշ օրին, բայց դա մեր խնդրեմն է։ Բա մեր խնդրեմը է նախագահն էլ դատարանների մոտ ինչ խոսում եք, ինչքան ուզում եք ընդդիմադիր բազար հրարեք, ինքը մեկա տանում է միասնության թեմայի մեջ։ Բայց մի հատ այս մասով մեկա տանում է
շղթայի խնդրի ջրի աղբյուրից մինչև հրդեհի օջա։ Դե չի ստացվում հիմա դուք էլ գիտեք որ խնդրեմ։ Նախ չի ստացվում էլ կանրադառնանք։ Երբ որ մենք հունիսներ առաջին անգամ ԳՄ-ով հայտարարեցինք impeachment-ի մասին։ Օգոստոսի 8-ը կար, տրիպը կար, Վաշինգտոնյան հանդիպումը կար, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի պարաֆինացումը կամ initialization այսինքն նոր բաներ են, մարտահրավերներ են առաջացել, վտանեմ, չկար չէ դեսա։ Այդ մենք խի ենք ասում, որտեղ ասում ենք պաժարը անգնում, պաժարը սկզբից նկուղում է, հետո անցնում է առաջին հարկ, հետո անցնում է երկրորդ հարկի սպալնա, հետո անցնում է երրորդ հարկ։ Պաժարը, եկեք շուտ կպնենք, փորձենք ինչքան կարանք մարենք, որովհետև շատ կարևոր բան եւ այսօր դա տեղի ունեցավ։ Ես չգիտեմ որքանով է դա համակարգային, որքանով է դա նպատակա ուղղված հենց այդ նշանակետին, բայց այսօր փողոց դուրս եկավ այսօրվա փաստացի թիվ 1 անդիմադիր ուժը։ Ճիշտ է։ Ես իմ ողջ համերաշխությունն եմ հայտնում եւ Սամվել Կարապետյանին, որի հետ կյանքում երևի 2-3 անգամ եմ անձամբ ընդամենը այն էլ կարողա տենց բարևի շրջանակներում ինչ որ արարողակարգային ողջույնների շրջանակներում շփվել եւ մնացած բոլոր քաղբանտարկյալներին։ Բայց սա կարևոր էր եւ ես հուսով եմ, որ իրենց համար փողոց դուրս գալու, իրանք նոր ուժ են։ Փողոց դուրս գալու գործիքակազմը, որը քաղաքական ուժերի համար շատերի համար արդեն նորմալ է, մեր համար, դաշնակցության համար, սրբազան պայքարի ժամանակ միացած տարբեր տրամաչափի փոքր եւ մեծ չկար, փոքր միջին բացի մեզանից ու դաշնակցությունից չկար։ Ուժերի համար սա նորմալ գործիքակազմ է եւ Դաժե եթե որ ուզենան կարող ապահովում, չեն ապահովում, այդ եք ասում։ Չէ, ես ասում եմ եկեք փորձենք։ Չեմ ասում ուզենան։ Կներեք, դուք ասում եք եկեք ես փորձեմ, ոչ հələ ձեր ընդդիմադիր դաշտում հələ քննարկում եք Սերժնա բերել Նիկոլին թեզի բանը, բայց էլի դա դրած սեղանին, ամբողջը դեպեք իրար, հələ այդ ենք ուզում պարզել։ Մի քննարկեք, մենք չենք բերել, յան տվեք։ Բայց Աղվան Վարդանյանը ուղիղ մի շաբաթ առաջ իմ հաղորդման հյուրն էր, մի հատ sense ինտրիգային նախադասություն ասեց, ես կխնդրեմ որ դուք ինձ օգնեք մի հատ բան ապակոդավորեք էլի, իսկն ճիշտ ենք հասկացել իր ասածը թե չէ, ես կխնդրեմ դուք ներսի խոհանոցին շատ լավ ծանոթ եք, ինք ասեց շատ լավ փափուկ ես փռում անտիկոստության կհասկանան։ Ահա, Աղվան Վարդանյանը ասեց, որ Սերժ Սարգսյանը դուք կհիշեք, որ ինքը ջահելների էր պատրաստում իշխանության գալու համար, բայց այդ ջահելները այս իշխանության եկած ջահելները չեն, այդ ջահելները հիմա քաղաքական դաշտում ամենը չկան, ստատուս չեն դարել, սենց ասած, պարզ ստատուս չիներ են։ 3 բան, առաջինը, ես ընկեր Աղվանի հետ մեր հարաբերությունները այսօր այս փուլում այս պահին մեր պատմական մաքսիմումի մեջ չեն մեղմ ասած, բայց իմ ողջ հարգանքով ձեր հանդեպ ես այս տաղավարի կարիքը չունեմ իրեն ինչ-որ բան լրացուցիչ ասելու համար, ողջ հարգանքով ձեր անձի հանդեպ, բայց ինչ մեր հարաբերությունները ups and downs, այսպես ասած, հա իրեն մի ասեք, ասածին ասեք, ասածի հետ կապվածի մեջ էլ կա անձնականություն, երկրորդը ինքը գլոբալ ճիշտ է, Սերժ Սարգսյանը ասել է դա, որ ինքը ուրիշ երիտասարդ, ինքը մնում է վարչապետ, որպեսզի պատրաստի երիտասարդներ, դա ասել է 18 թվականի ապրիլի 13-ին կամ 14-ին, օրաստակ չեմ հիշում, թերթ-ին տված իր էքսկլյուզիվ հարցազրույցում։ Երրորդ բլոկով թե ընկեր Աղվանի տեսակետով այդ երիտասարդները ովքեր էին, ստատուս չիներն էին, թե այդ կառավարության արդեն փորձ ունեցող, բայց անձնագրային տարիքով երիտասարդ անդամներն էին, որտեղ այդպիսիք էլ կային, այդ թողնում եմ ընկեր Աղվանի ընթացիկ քաղաքական վերլուծականների եւ տրամադրությունների, բայց այդտեղ ընկեր Աղվանը կարևոր բան է ասում։ Այս ընկեր Աղվան ասելով անձնական դաշտ չեմ մտնում, նորից եմ կրկնում, ես կարիք չունեմ ձեր տաղավարի։ Ափսոսում եմ, որ այս վիճակն է եւ ինչև է, այնուհանդերձ այդ չի հիմնված թեման։
բայց ես շարունակել եմ ասել մեկային ինչ որ մտածում եմ անկախ նայից ընկեր աղվանին թե մյուս ընկերներին դա դուր է եկել թե չէ դեպի շատերը դրա համար չեն սիրում ու ես դա շահարկում եմ որովհետև ես ոչ մի ակնկալիք ոչ մի ամբիցիա բացի այդ որ ես գիտեմ որտեղ եմ ես ուժեղ ու լավը ու ես գիտեմ որտեղ եմ ես ուրիշներից թույլ եւ սովորելու բան ունեմ ես այդ գիտակցում ունեմ ես ցանկանում եմ իմ շատ ու շատ մտերիմ մարդկանց այդ գիտակցումը ունենալ ինքնաբավության եւ օբյեկտիվության այդ ամբողջ բանի մեջ ընկեր աղվանը կարևոր թեմա է ձեզ ասում ինքը ասում է որ Սերժը չի բերել Նիկոլին բայց դա էր ասում դա չէր ասում ասում է Սերժը Նիկոլին չի բերել Սերժը բերել ուրիշ երիտասարդների ոչ Նիկոլին դա չի ասում իսկ կարող է ստացվում որ Սերժ Սարգսյանը այդ որ ջահելներին որ պատրաստել է իրականում ընկեր աղվանի ասած արդեն մեկնաբանություն է որովհետև ինքը ասաց կասկածներ կամ փակագծերը կբացեմ իշխանափոխությունից հետո Էդի դու արդեն խառնեցիր Գյումրիի իր ասացի այդ որ Չէ, իմ հաղորդման ժամանակ էլ ասել Ես դրան պատասխանել եմ այդ տեսակետներին, բայց հերթով գալիս ենք։ Այսինքն ինքը դրանով կարծում եք հերքել է ակնհայտ է։ Այդ տեսակետի մեջ ինքը ասում է, այո, Սերժ Սարգսյանը ուզում էր բերել ջահելների, բայց ոչ այս ջահելների, ասել է բառացի։ Ուրիշ ջահելների պատրաստում էի Հա, բայց ոչ այս ջահելներ բայց տակից էլ ուրիշ ջահելների է կարող պատրաստել եւ շատ իրեմ նետել հարթակ ես շատ ուսադիր եմ նայել բայց տարբեր հանրապետականներ Եթե ես սխալվում եմ տարբեր շրջանակների հետ զրուցել եմ sense երկմտանքի տեղ է տալիս ամեն դեպքում որ իշխանափոխության է սպասում հակագծերը բացի ձեր տաղավարում հաստատել է այդ մեկնաբանելի մեկնաբանությամբ որ համենայն դեպս անկյունակարային տեսակետից ինքը այն կարծիքին չի որ Սերժ Սարգսյանը բերել Նիկոլ Փաշինյանի եւ ես դա գոհունակությամբ եմ արձանագրում որովհետեւ դա լավ օրինակային ճամբարի համար որի պայծառ վառ իմաստուն տեսանելի ներկայացուցիչների ցանկեր աղվանը տարոսը մյուսներին թող այդ process առողջացման անպայման ունենա շարունակություն որովհետեւ չեմ ուզում մտնեմ այդ դաշտ արդեն անձնականից են կամ քաղաքական որտեվ 100 անգամ ասել ենք տղերք այդ վարկանիշը որ դուք կորցրել եք մեր մեղքով չի հա մենք էլ ենք ինչ-որ բան կորցրել այս չի մենք չենք կորցրել դուք ավելի շատ էիք 21-ին ավելի շատ բան էիք խոստացել ավելի հավակնոտ էիք ավելի ձեր ռազմախստոպուդով էր ռուսի ասած մենք մեղավոր չենք որ ուդարը ասացվածքը բառը չէր ինձ այտենց հանգավորման մեջ մի քիչ կարող է այտենց հարիշ չլինի այսօրվա տրամադրվածանը հատկապես ձեր ներկայությամբ այդ բառը չեմ ուզում օգտագործել մենք մեղավոր չենք տղեկ դուք վառասմ ռուսը ասում է դուիցե на воду ասում է ջրին եք փչում թեպետ վառվել եք կաթից կաթը ձեզ վառել է պրոշները ջրին փչում եք դուք սխալ տեղ եք իսկ եթե 1-2-3 չեք հասկանում դա ինչ ասեմ անկախ նրանից մենք մասնակցելու ենք ընտրություններին թե չէ դա ձեռնտու խոսակցություն չի իրենց համար նախ եւ առաջ դուք մանավանդ դատանի բակում ասացիք եթե հանկարծ չմասնակցեն ավելի վատ բռնվեք Սիկ յան տվեք տղերք մեզնից եթե հանկարծ չմասնակցենք բռնվեք շատ ազնիվ ասացի բայց པարզ չի Այսինքն սուրերը պետք է առնեք ընկնեք ընդդիմադիրների հետևից Հա Վախի բռնվեն Խեք սպառնում ընդդիմադիրներին Իշխանությունը սպառնացեք Ասում եմ սուտ մի խոսացեք մեր հասցեին Կն ինքնապաշտպանությունը այլևս Մակի կանոնադրության Մակի կանոնադրությունը անգամ թույլ է տալիս ինքնապաշտպանական պատերազմներ Համաձայն եք Այդ ինքնապաշտպանական մարտերն են ձեր սկսել Մենք մեղավոր ենք մի եկեք մեր դաշտ Այն դուք մեծը ամենաինստիտուցիոնալը այդ մի քիչ մի 6 ամիս 6-7 ամիս հնացած էպիտետներ են իհարկե բայց ես հիմա ես ամենայն ազնվությամբ քեզ ասում եմ ես իխորոց սրտի իմ ամենավերջի բջիջներով կապ չունի թե այս պայդերությամբ ծերացող, մեծացող, չարորակացող, բազմացող իմ բոլոր բջիջներով մաղթում եմ բոլորեն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք կարծում են, որ այս ձևով իրանց բռնած ճանապարհով կարող են լումա ունենալ ընդհանուր հաղթանակի մեջ, տոտալ հաջողություն։ Ես էլ վստահ եմ, որ անկախ մեր որոշումից
ինչպիսին կլինի այն տեխնիկական առումով, մասնակցել թե չմասնակցել, հիմքում հանկած ալինելու լավագույն ռազմավարությունը Նիկոլին գցելու համար։ То есть մեր եւ մասնակցելու որոշման մեջ ալինելու այդ շարժառիթը եւ չմասնակցելու որոշման մեջ, եթե այդպեսին կայացվի, լինելու այդ շարժառիթը, չէ, ցանկացած զորք, որ գնում է պաշտպանելու հայրենիքը, բոլորը նետոաղեղավոր չեն, բոլորը հետևակ չեն, բոլորը ձիավոր չեն, բոլորը արտիլերիստ չեն, բոլորը տանկիստ չեն, բոլորը լոչիկ չեն, կան գործի բաժանում։ Մենք այն կռիվը, որը մենք որ տալիս էինք, դաշտի 99% քաղաքական չկար, ընդդիմադիր դաշտի 18 թվականի Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո միակ իրեն ընդդիմություն հռչակա 18-ի ոսկե գնում է մայիսի 8-ին, երբ որ Նիկոլը դառավ վարչապետ։ Միակ քաղաքական ուժը շատ երկար ժամանակ ամիսներ, որ ասեց ինքը հետ այս ընդդիմությունը, այս ուժն է եղել իմ ուժը։ Ես կներես անմոռուկնա, կներես չէ, այսինքն սա անմոռուկնա, ինձ թվաց հանրապետականի նշան եմ կցրել։ Եվ հայտարարելա դա ես, այս մարդը, ձեր խոնարհ ծառան, ես եմ ասել, ազգային ժողովում այդ վիդեոները կան, որ հետ այսում մենք Հայաստանում ընդդիմություն ենք։ Հիշում եմ։ Ամիսներ մենք միակն ենք։ Բայց դուք ընտրել էիք Փաշինյանին, լավ էլի, պարոն Աշոտյան։ Դուք անձամբ չէ, բայց ձեր ուժից էլի ընտրել էին։ Մենք ով էր առաջադրել, մի հատ կարա մի հատ հիշա։ Ով էր առաջադրել։ Չգիտեմ։ Չենք խոսում այդ թեմայի մասին, էլի լավ։ Չենք խոսում այդ թեմայի մասին։ Ով է բերել, չենք խոսում։ Ես մեղադրանք չունեմ։ Իմ համար զարմանալի է, որ իրանք մեղադրանք ունեն։ Լուրջ եք ասում, այսինքն ինչն եք չարաշահում, իմ բարեկրթությունը ահավոր բարեկիրթ եմ։ Իմ բարևարկությունը ես նախանձելի բարևարք եմ, հատկապես եվրոպական շրջանակներում։ Բայց մի չարաշահեք այդ համբերությունը, բան իրանք լավ գիտեն, մի արեք դա, դուք էլ հիմա մի արեք, որտեղ դա վնաս է տալու ընդդիմության։ Ու ես հենց ավել չեմ խոսելու այդ թեմայի մասին։ Հիմա եկանք նորից հետ։ Երբ որ մենք ընդդիմություն էինք, ընդդիմադիր դաշտում չկար։ Մենք հաստատ ձեզանից շատերից ավելի լավ պատկերացնում ենք ինչ է նշանակում քաղաքականություն, մեծ քաղաքականություն, ստրատեգիա, եւ եթե ինչ որոշում էլ կայացնենք, հավատացնում եմ ձեզ, այդ որոշման հիմքում լինելու է այդ ճակատամարտում մեր ամենամեծ ֆունկցիոնալ օգտակարությունը ընդհանուր գործին։ Ուրիշ շարժառիթ մեջը չի լինելու, որովհետեւ եթե Էդուարդ Շարմազանովը, Մամիջանյան Հայկը, Մկրտչյան Աննան, Արտակ Զաքարյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարգարիտ Եսայանը, մեր մյուս հանրապետական ընկերները եւ վերջում ես ուզենայինք մանդատ, անգամ մեր երիտասարդներն են այդ մանդատը տեսել, էլի։ Ասում են, այդ մեզ նախագահան շատ պարզ տեքստով ասաց, մեզ պետք չի մանդատը որպես ինքնանպատակ։ Եվ հետևաբար, ինչպես դες ասացի, մենք կորոշենք ինքներս, թե ընդդիմադիր միացյալ զորքերում ինչպիսի զորատեսակ, զինատեսակ առաքելություն կունենանք։ Այդ արդեն մեր որոշելիքն է, որովհետև բոլորը հերոս են դիրքավորվել, օքեյ։ Բոլորը չեն կարող ֆուտբոլային թիմում լինեն ռմբարկու, այն թիմը, որը կլինի բաղկացած բացառապես 11 Մեսիներից կամ 11 Հենրիկ Մխիթարյանից չի կարա չեմպիոն դառնա, որտեղ այդ թիմին պետք է դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ, մասաժիստ վերջի վարիանտա տենց եթե դրա։ Այսինքն հասկացանք, բոլորդ ուզում եք գոլ խփել, որտեղ դա ջահելության նշան է, գիտես, փոքր ժամանակ տղեկը կհավաստեն շատերը որ ֆուտբոլ է սիրում, բոլորը ուզում են ռմբարկու լինեն։ Բոլորը ուզում են գոլ խփել, որովհետև այդ սեր աղջիկների այդ ռմբարկուինն է, այդ գանարարները ռմբարկուինն են, այդ Instagram-ի գոլը սպասարկողները, բայց այդ թիմը պակաս կարևոր չեն, հա։ Եվ այդ հաղթանակի տրամաբանության մեջ մենք ինքներս մեր ֆունկցիան կորոշենք, որովհետև կներեք ձեզանից շատերից ավելի լավ ենք հասկանում քաղաքականությունից։ Ոմանցից ավելի սրտացավ ենք եւ քչերից ավելի իմաստուն։
Շատ լավ, այս մասով ընդդիմության հատվածը փակենք։ Սպառիչ պատասխանեցիք, հա, եւս 10 րոպե։ Պարոն Սիմոնյան, տեսեք, դուք քաղաքական Սիմոնյանցի ասում։ Ով էր Սիմոնյանը։ Պարոն Աշոտյան, տեսեք, քաղաքական հաշվարկներից եք ասում։ Ամիսներ առաջ գրառում էի կարել, որ Ալեն Սիմոնյանի քաղաքական վախճանը մոտ է եւ ասենց կարճ ժամանակում քաղաքական վախճանը կտեսնենք եւ այլևս նա ոչ մի խորշ չի գտնի, որ հանրային պարսավանքից խուսափի, այս տիպի բան է գրել, բայց Ալեն Սիմոնյանը այսպես շարունակում է այսպես իր աստղային կյանքը, հոխորտում է Սերժ Սարգսյանին, ասում է թող Վալերիան կա խմի, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ գոյություն չունի եւ այլն եւ այլն։ Որ հաշվարկների վրա եք հիմնվել։ Պատմություն պատմեմ։ Նախապատմությունը գիտես իմ Վալենի հարաբերությունների։ Այո։ Այն որ Վալերիան կա խմել ասացիր։ Ուրեմն այս մի 10 տարի առաջ, երբ որ դեռ շփվում էինք, ես մի անգամ գրեցի ստատուս, ընդդիմություն թող Նովոպասիտ խմի։ Ահա։ Даже ունեմ Facebook-ում դրած այդ կանաչ տուփը Նովոպասիտի։ Ինքը այն ժամանակ նեղվել էր։ Ինձ զանգել էր, մեր խի էս տենց։ Նովոպասիտը ինչի համար է։ Նովոպասիտը Վալերիանկայի ուժեղն է։ Հա։ Այս Վալերիանկա, այսինքն ինքը ինչ որ անում է, կապկում է, հասկանում ես, այն ջահելական կոմպլեքսները մնացել է անտեսվածության, անլրջության, հիմա փորձում են լուրջ տեքստեր խոսալ, այդ celebrity դվա վիճակա վարում, դասատում ինձ դա չի հետաքրքրում։ Ինքը որպես անձ ցավոք սրտի մահացել է ինձ համար։ Դա եղել է քեզ ուղիղ ասեմ, իշխանափոխության օրերին, երբ որ ինձ ասացին, որ ինքն է համակարգել այդ լենտերի եւ դագաղների ֆունկցիան։ Բայց ինձ ասել են իրանց մեջից, ԿՊ-ի մեջից, այդ օրերին, երբ որ ես որոշ մարդկանց այդ քաղաք էր ճանաչում ես, վդրուկ անդեղ են, ասես ինչ եք անում տղեկ։ Ինձ ասացին այն ուրիշ իմ ծանոթները, որ այս մարդն է անում, ինչը իմ համար մեծ զարմանք էր, որովհետև իմ շփումները դա չէին ենթադրում, որ ինքը կարող լիներ այդ աստիճանի անբարո գործարքի օպերացիայի ղեկավար, էլի, եւ ես այդ ուղիղ այդ խոսել ենք դրա մասին, թե հերքում էր դա։ Բայց ուզում ասեմ, այդ պահից, երբ որ այդ մեղադրանքների տարափը ԿՊ-ի ներսից ուղեցին հենց Ալենի վրա, այդ մարդկային առումով գոյություն չունի։ Իսկ մնացածը զուտ հոգեբանություն է պահվածքի, էլի, ոնց է իրան պահում։ Այսինքն, եթե ինքը ուզում է celebrity լինի կամ Լիլիթ Մակոնցին կարի, որտեղ Մակոնցն էս վերջես գնում հարցազրույցների, то Սիվիլն է, то Factor TV։ Այդ թող փորձի։ Գիտեք, այդ իրանց այսօրվա ոսկե վանդակի մեջ երկու Նիկոլի կողմից կալանավորված թրջունների կռիվ է։ Այդ իմ կռիվը չի։ Ինչի վերաբերում է նրան, թե ինքը Սերժ Սարգսյանի մասին ինչ կարա խոսա, ինչ չի կարա խոսա, այսօրվա մթնոլորտում չկա տենց մարդ, որ որևէ մեկի ասցեին չի կարա որևէ բան ասի։ Հարցը այն է, որ դու դա դիտարկում ես պատմական հեռանկարի խորության, որտեղ խորությունը մենակ ժամանակը չի, որ այ վաղը միսօրը կպատժվեմ կամ Աստված կպատժի, չէ, խորությունը նաև քո մեջ է։ Որովհետև ցանկացած ես իմ վրա եմ ասում, ցանկացած անգամ հայոյանք որ տարվում անգամ ամենաճիշտ առիթով, մեկը պղծում է քեզ։ Մեկը քեզ կեղտոտում, ինձ կեղտոտում է ցանկացած վատ միտք, առավել եւս արտաբերած, որ ես ասում եմ բազմաթիվ տրված առիթներով թեկուզ Ալեն Սիմոնյանին թեկուզ չէ ինքս իմ մեջ դա ինձ պղտորում է։ Հա, դուք ասել եք, որ ատելությունը հեռանկարը մենակ այն չի, որ գիտես զգուշ խոսա Հայաստանում, հարցը։ Բայց ժամանակին եղել է, որ խմած գնացել եք ձեր անձնական խնդիրները Ալեն Սիմոնյանին եք պատմել։ Լավ, ոնց հիմա դու իրոք ինձ կանչել ես, որպեսզի մենք այսքան լուրջ բաներից հետո խոսենք։ Լավ, իրականում շատ են մեր թեմաները, որոնք ինտենսիվ մտերիմ հարաբերությունների մեջ։ Դա ընդունել եմ վաղուց բայց դա չի ենթադրում այնպիսի բաներ, ինչպիսի մեջբերումներ դուք հիմա անում եք, հա։ Даже զզվելի է ինձ խոսում եմ, ռուսերեն ասած լիպկի եմ դառնում, կպչունա դառնում, աշկասես իմաստով չեմ ուզում խոսել։ Պարզ է։ Ասեք աղվանի մասին, աղվանը կների, կստատի ես բանի մաս, պերեխոդի համար,
Այս միայն այս երեխոդի համար, ուրիշ ոչ մի բանի համար չեմ։ Բայց իր հետ խոսելուց ես ուրիշ, իր մասին խոսելուց միջանձնային հարաբերություն ուրիշ, էներգետիկա եւ բանայի ին մեջ զգում եւ ձեզ փորձում աղորդել այստեղ վերապահում կա։ Վերապահում էլ չէ, հեռու, որովհետեւ մեր կռիվը իրականում, իմ կռիվը, իր հետ չի։ Այդտեղ մի մայր մեղու կա, այդ ամբողջ բանի մեջ, բզզոցի մեջ մի մայր մեղու է, դա Նիկոլ Փաշինյանն է։ Մնացած բոլորի գոյությունը կախված է թե այդ մայր մեղուն ինչքան կաթիք կտա իր այդ կնճիթով կամ բեղիկներով այդ իրան սպասարկող բաներին, էլի զինվոր մեղուներին, թե բեղմնավորող մեղուներին, թե տես մեղուների ընտանիքը որ վերնսանում է, մի մայր մեղու կա։ Այդ մայր մեղուն որ պրծնում է, կենսաբանական օրենք է, այդ փեթակը փլվում է, պրծնում է։ Մի մասը սատկում են, մի մասը գնում են չվում են ուրիշ ընտանիքների են փորձում յանալ, դա մեղվաբույսները լավ գիտեն դա։ Մեր պայքարը, կին կռիվը, այդ մայր մեղվի դեմը, թե իհարկե արանքում պետք է այդ զինվորներին հաղթես, այդ իր այդ ախրանիկ մեղուներին հաղթարես, բայց կա նաև ասիմետրիկ պայքարի միջոցներ, չէ, որոնք չեն ենթադրում, որ դու պետք է Ալեն Սիմոնյան կամ ես ինչ անուններ կարակտակը տենց անուններով անցեք։ Իմ կյանքի մարդկային շփումների մեջ այդ մարդկային հիասթափությունը ամենամեծը չի։ Ես այտենց գիտեք հատորներով փակած էջեր ունեմ հարաբերությունների, որոնք դրված են բանում իմ հիշողությունների շտեմարանում։ Իշխանությունը եւ իշխանությունից հետո հատկապես եւ այնտեղ եւ հանրապետականներ են եղել, եւ բարեկամներ են եղել, եւ շատ մտերիմ իրական ընկերներ չեն եղել, եւ ընկերներ են եղել այտենց։ Եվ մեր ընկերներ են եղել, որ ասում ես, չես ասում իմ ընկերն է, էլի, պատասխանատվություն ցրելու ձևը։ Մեր ընկերն է, այսինքն այտենց օբշի ինչ որ միտեղ կա ինքը, բայց կոմոդ չի, էլի։ Այտենց շատ հատորներ կան այդ բանի մեջ, էլի։ Պարզ է, պարոն Աշոտյան, իրականում դուք ես մեծ դիտողներին պիտի տեղեկացնեմ, էլի պարոն Աշոտյանը շտապում է, կարճ ժամանակ ունի, լիքը հարցեր կար իր հետ քննարկելու։ Ես իմ ասեմ, որ թեմաների մասին մենք ուզենայինք զրուցել, դուք սենց ասեմ, որից ուզում եք այդ մասից շարունակեք։ Մենք լիքը թեմաներ ունենք ընտրակեղծիքների այս իշխանությունը, որ Քարոզ Արշավարդեն սկսել է Սերժ Սարգսյանի դատարանին Բաքում այդ մասին հայտարարեց, դրա հետ կապված իշխանականներն էլ ձեզ հակադարձում են, որ ով դուք ընտրակեղծիքներից չխոսակ, որովհետև դուք ձեր ժամանակ դպրոցները, բաները։ Դու ասիր թեմաներ եմ թվարկում, հիմա թեմաներս խորացնում, մի հատ վերցելս խորացնում ես։ Ես ամբողջ ռակուրսով եմ ներկայացնում։ Ես չեմ ուտում այդ լրագրողական պրիոմը կներես։ Հարգելիս, ես շատ հարգում եմ եւ շնորհակալ եմ, բայց պետք է ասեմ, քանի որ շտապում եմ, մի փորի այդ փոսերը, ես չեմ ասնելու բոլորը լսնեն, թվարկի ստորակետով, ընտրակեղծիքներ, օքեյ, հաջորդը, ընտրակեղծիքներ, օքեյ, հաջորդը, բուհերի քաղաքականացում, հաջորդը, Արցախ բառը, որ հիմա թույլ չեն տալիս ասել Ցեղասպանության թանգարանի տնօրենի գիրք նվիրելու համար հանում են, այդ թեմաներից էլ կուզենայինք խոսել։ Ես շատ էլ արի այսպես թաքենք հաղորդում էլ, քանի որ միայն թվարկածը թեմաներ, իսկ մենք ես ու դու շատ լավ ստեղծագործական զույգ ենք ցույց ենք տալիս, որ կարանք փոքրիկ սերմից բառից փորձել առնվազն տենց տնկի ստանալ, տնկի առնվազն, եթե ոչ ծմարքատուծար, ես այսպես ասեմ, փակեմ ես իմ մասնակցությունը քո այսօրվա ոդկասթին, շնորհակալություն ինձ այդ։ Ամեն մեկը Ամեն մարդ իր մասին ավելի լավ կարծիքի է, քան ինքը կա։ 99% այդպես է։ Որպեսզի ոչ մեկին չնեղացնեն, դե անուններ տվեցինք եւ արժանի մարդկանց եւ անարժան մարդ, ոչ մեկին չեմ ուզում նեղացնել, ըստ բարագա։ Օրինակը ինձ վրա են բերում։ Դու շատ անկեղծ բան եմ ասում ու գնում եմ։ Օրեր առաջ ստացել եմ ուրեմն on-line առևտրից փաթեթը։ Իսկ գնացիք ասած, լավ, լսում եմ։ Շոր էի պատվիրել ինձ։ Էս շորը։ Իմ մասին ավելի լավ կարծիքի էի։ Ինձ թվում է ես մի քիչ ավելի փոքր եմ, քիչ ավելի նիհար եմ։ Պետքա պատվիրեի XL, պատվիրել եմ L եւ ամբողջ հաղորդում սենց եմ անում։
որովհետև ես իմ մասին ավելի լավ կարծիքի էի պատվիրելուց, քան ես կամ։ Եվ այսօր զգում եմ ձեր մոտ, որ նեղումը պուճուրիկ դաս է ինձ, որ արմ դու մի քիչ ավելի չաղ ես, բրատ։ Քան էս էլի շուտ էլ։ Ասածը շատ կենցաղային է գուցե օրինակով, բայց ավելի դիպուկ օրինակ բերելու անձից դեպի օրինաչափությունը չեմ գտնում այս պայդերությամբ։ Այդ բոլոր հարցերում կան մարդիկ, որոնք կարծիք ունեն, լուրջ կարծիք ունեն, մեղք ունեն եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր պետք է լուծեն այդ խնդիրները, այդ թվում ես, չպետք է լինենք մեր մասին ավելի լավ կարծիքի, քան մենք կանք, որպեսզի մեր պատվիրած շորերը առնվազն մեր հակով լինեն։ Տարոսը մնացած բոլորին։ Դե միջև փակել ասեք, ձեր կանխատեսմամբ, դուք ասեք հաշվարկներից լավ եք, ձեր կանխատեսմամբ ընդդիմադիր հատվածը ընդհանուր առմամբ կարող է հաղթել Փաշինյանին, հաշվի առնելով իր վարչական ռեսուրսի չարաշահում, ինչ հնարավոր է կանի Վահագն Հովակիմյանի հետ եւ այլն, շանս կա հաղթելու թե չէ։ Այո։ Ոնց, ինչպես, այդ արդեն ուրիշ դետալներ է։ Հիվանդը կբուժվի, այո, կարա բուժվի, բայց կա բուժման սխեմա, ճիշտ բժիշկներ, ճիշտ դեղաչափ, ճիշտ ռեժիմ, ընտանիքի օգնություն եւ այլն։ Այո, սա անբուժելի հիվանդություն չէ։ Նիկոլիզմը անբուժելի հիվանդություն չէ, բայց անբուժելու համար պետք է խստակ դիմել լավագույն բժիշկներին, կոնսիլիումին, ես դեմ չեմ տեսել, ուրիշ բառ չեմ ասում, կոնսիլիումին, հետևել բժիշկների խորհուրդներին եւ վայելել ընտանիքի եւ մտերիմների սերը, որպեսզի կարողանան հաղթահարել դժվարությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Աշոտյան, սիրելի հետևորդներ, այսօր այսքանը, հիշեցնեմ իմ հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր, դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, այսօրվա հաղորդումը մի քիչ կարճ տևեց, կհանդիպենք մյուս շաբաթ, տեսություն։